Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք եթերը այս պահին մեր տաղավարում հյուրընկալել ենք մեր հաջորդ հյուրին եւ խոսելու ենք մի շատ հետաքրքիր թումանյանական թեմայի մասին, չեմ ուզում փակագծերը շատ բացել, որովհետեւ տարին ենք ամփոփելու իրականում միասին, արդեն այս տարի մի քանի անգամ հասրել ենք զրուցել, բայց կարծում եմ ամփոփման համար թեմաները հետաքրքիր շատ են։ Շտապ ենք ներկայացնել մեր հյուրին է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվս մեկ անգամ բարի վերադարձ ասենք ձեզ մեր տաղավար։ Դե եկեք միանգամից խոսենք Թումանյանի թանգարանի մասին, հատկապես վերջին 1 տարվա ինչ էր կատարվեց, ինչ էր եղավ ու նաև վերադառնանք մի քիչ խոսենք ամանորյա ինչ-որ թեմաների մասին։ Ես շատ կցանկանայի, որ թանգարանի երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքները վերսկսվեին։ Գիտեք, որ մենք հիմա ժամանակավորապես Հրանտ Մաթեոսյան մշակութային կենտրոնի շենքում ենք, իհարկե չենք կարողանում այնպիսի ծավալով աշխատել, ինչպիսին դա մոնումենտալ շենքում էր իրականանում, բայց էլի հետաքրքիր գործեր արվել են։ Մենք ընդհանրապես մի քանի ուղղություններով ենք աշխատում, օրինակ գիտահետազոտական, գիտացուցադրական եւ 2 գործ ես կառանձնացնեի, գուցե 3-ը, որ արել ենք հետաքրքիր, մեկը դա ոսկեդարանի հավելվածի բջջային համալրումն է իտալերեն, պարսկերեն, ճապոներեն լեզուներով, արևմտահայերենը փոխադրել է արևմտահայերենով եւ ընթերցումները էլի ոսկեդարանի մեջ, դա մեր սփյուռքի քույրերի եւ եղբայրների համար Թումանյան։ Երկրորդ շատ հետաքրքիր նախագիծը դա ինտերակտիվ գրքի ստեղծումն է, երբ ընթերցողը գիրքը կունենա ապրելու արվեստը խորագիրը եւ ով ընթերցի այդ գիրքը, այդ ապրելու արվեստը Թումանյանինն է, ոնց որ ինքն էլ ցանկանա այնպես ապրել, որ դա վերածվի արվեստի։ Թումանյանը արվեստի մեջ երաժշտության, Թումանյանը գրաֆիկայում, ֆիլմ արվեստում եւ երեխաները կամ ընթերցողները կունենան QR կոդերի տակ կընթերցեն հավելյալ ինֆորմացիա, այսինքն ոչ միայն ասենք անուշ օպերան լսում է, այլ դրա տակ եթե հետաքրքրում է ինչպես է ստեղծվել, ոնց հանդիպեցին ինքը եւ Կոմիտասը եւ այլ լրացուցիչ ինֆորմացիաները QR-ների տակ։ Եվ մեր երրորդ լավ նախագիծը Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակին նվիրված Ես տերն եմ իմ երկրին անիմացիայի ստեղծումն է։ Դա դեռ պրեզենտացիան չկա, բայց հուսամ այս ամսվա վերջին կկազմակերպվի եւ այդպես։ Տարին լավ հաղորդագրություն։ Այո, լավ ենք ամփոփում տարին կարող ենք ասել։ Կարող ենք ասել, այո։ Այո, մենք ինչ հարցազրույցը սկսել է, միասին զրուցում ենք այն մասին, որ ընդհանրապես բարդ է մեր օրերում, ոչ միայն բարդ է, չասենք ստիպել, գուցե չակերտավոր ստիպել եւ հորդորել մարդկանց, որպես նրանք թանգարան այցելեն, միևնույն ժամանակ նաեւ իհարկե ավելի դժվար է դառնում յուրաքանչյուր անգամ հորդորել, որպես նրանք ընթերցեն։ Ինչպես եք դուք կարողանում ձեր գործունեությամբ այս երկու թիրախների միաժամանակ հարվածել եւ փորձել լուծել այս հարցը, ինչ միջոցառումների գուցե տեսքով կամ ինչ նոր տեխնոլոգիաներ եք կիրառում, որպեսզի այս ամենը մի փոքր ավելի հեշտ դառնա։ Գիտեք, Homo sapiens-ը փոխվում է, մարդը փոխվում է, այ դուք փոխվում եք, հենց հիմա բոլորս փոխվում ենք եւ որպեսզի եւ քաղաքակրթությունն է փոխվում աշխարհի եւ որպեսզի մենք կարողանանք պահել ստատիկ սուբստանց արժեքները, պետք է երկուսը միասին համադրենք։ Ու դրա համար է թերևս, որ մենք սփյուռքի մեր քույրերի եղբայրների համար, որ հայերեն կարդալ շատերը չգիտեն, մենք ստեղծեցինք այդ աուդիո գրքերը եւ անաղարտ հայերենով ընթերցված եւ իմ այս քիչ առաջ ասած ինտերակտիվ գիրքը, որով եթե չի կարողանում ընթերցի, շատ բաներ կարող է լսել։ Այսինքն գործերը պետք է ստեղծվեն այնպես, որ ժամանակակից սերնդին դա հրապուրի, ընդհանրապես ուշադրության կոնցենտրացիայի խնդիրը ամբողջ աշխարհում է եւ հաղթելու են բոլոր նրանք, բոլոր այն ստեղծագործողները, ովքեր կարողանալու են զարմացնել։ Եվ մենք փորձում ենք ուշադրության կենտրոնացման խնդիրը բոլորս ենք չնկատում եւ սա միայն որոշակի սերնդի հարց է, կարծում եմ, թե մեծահասակների մոտ, թե մանուկների մոտ բոլորը սովոր ենք սոցցանցերի այդ 15 վայրկյանանոց հոլովակներին եւ տպավորություն է, որ շատ դժվար է կենտրոնանալ որևէ նյութի վրա, որի տևողությունը ավելի երկար է։ Այո, եւ մենք պետք է ստեղծագործողների, մշակույթի գործիչների, այդ ոլորտի աշխատողների համար շատ մարտահրավերային է աշխարհը դառնում եւ պետք է մարդիկ այնպիսի գործեր ստեղծեն, որով կարողանան ուշադրության կոնցենտրացիան ապահովեն, այսպես ասենք, համառոտ։
Տիկին Ղարախանյան, ես տեսնում եմ լուսանկարներ ձեր արժանացած։ Խնդրում եմ մի փոքր կպարզաբանեք դրանք ինչ են։ Մենք որոշել ենք նաև բացիկներ նվիրելու ավանդույթը վերականգնենք եւ անցյալ տարի մենք այս բացիկները on-line պատրաստեցինք եւ իդեպ նաև Ամանորը Թումանյանների տանը թեմատիկ էքսկուրսիա ունենք, ովքեր հիմա մտնում են թանգարան, մենք կարող ենք պատմել Ամանորը Թումանյանների տանը ոնց էին նշում։ Հիմա այդ բացիկների մտահղացումը եղավ 24 թվականին, բայց 25 թվականին խոստացել էինք մենք արդեն ունենալ թղթային տարբերակը եւ ես նվիրում եմ ձեզ, այստեղ հետևում Թումանյանական Ամանորյա հուշեր են, որոնցով դուք կարող եք ծանոթանալ, պատկերազարդումներն էլ հուշերի վրա են, օրինակ Թումանյանը 10 բալիկ ուներ, բայց դուք 8-ն եք գտնում, օրինակ 1905-ին դեռ 8 բալիկ կային եւ այդ ըստ հուշերի են կառուցված բացիկները։ Շատ գեղեցիկ են նկարազարդումները։ Այո, նկարազարդումը Կարոլին Ռոստամին է, պարսկահայ աղջիկ, իսկ մտահղացումը թանգարանի աշխատակիցներինն է։ Թումանյանների Ամանորը իսկապես շատ օրինակելի էր եւ ես շատ կցանկանայի օրինակ Ամանորյա ընթերցումները, ինչպես Թումանյանների տանն էր, գար մտներ մեր այսօրվա ընտանիքներ, այո։ Հրաշալի է, իսկապես շատ գեղեցիկ է ստացվել։ Մենք կարծես թե հասցրեցինք ինչ որ ձևով ամփոփել թե ինչ է կատարվել այս տարի 2025 թվականին, բայց ես վստահ եմ, քանի որ շատ լավ գիտեմ թե ինչ եռանդով եք դուք ամեն տարի պատրաստվում գալիք տարվան եւ միշտ ունենում եք ծրագրեր, նոր նախագծեր, ինչ եք ծրագրում առհասարակ 2026 թվականի համար եւ ինչպես եք պատրաստվում սկսել տարին։ 2026-ը լինելու է Թումանյան թանգարանի համար հրատարակչական տարի։ Մենք արդեն հստակ նախագծված է եւ գրեթե գործի կեսնարված հրատարակելու ենք Թումանյանի հեքիաթները արևմտահայերենով, արևելահայերենով, որովհետև դուք շուկայում հաստատ ձեր ճաշակով Թումանյանի հեքիաթների գիրք հիմա չեք գտնի։ Եվ մի շատ Թումանյանին արժանի հետաքրքիր, գունագեղ, գունազարդ գիրք է հրատարակվելու արևելահայերեն, արևմտահայերեն, վերջերս Պարսկաստանի դեսպանատան Հայաստանի դեսպանության մշակույթի խորհրդատուներ այցելել թանգարան եւ մենք որոշեցինք նաեւ Թումանյանի 22 հեքիաթները, քանի որ արդեն թարգմանված կան, պարսկերենով թարգմանել։ Թող Թումանյանը արևելք շատ է սիրել, Թումանյանը շատ է առնչվել պարսից գրականությանը, թող Թումանյանին էլ Պարսկաստանում ընթերցել եւ սա արդեն դեսպանությունն է տպագրելու։ Մենք նաև Հազարան բլբուլի թարգմանական ժողովածուն իրականություն կդարձնենք։ Մի խոսքով դա լինելու է հրատարակչական տարի Թումանյան թանգարանի համար եւ Թումանյանը ժամանակակիցների հուշերում երրորդ հատորի վրա ենք որոշել աշխատել։ Գրքային տարի։ Ահա, իսկապես գրքային տարի է, բայց հետաքրքիր է նաև ինչ է տեղի ունենալու հենց թանգարանում, ինչ է սպասվում տեսնել թանգարանում։ Թանգարանի ներսում դե մեր օրակարգային թեման դա ընդհանրապես էքսկուրսիաներն են, բայց մենք ունենալու ենք օրինակ այս տարի լրանում է Թումանյանի հայրենիքիս հետ ժողովածուի 110 տարի, դա շատ մեծ հաղորդագրություններ պարունակող տիեզերական մեծության գործ է, մենք որոշել ենք անդրադառնալ դրան, կամ օրինակ Բրյուսովի Թումանյանի հանդիպման 110 տարին է, որոշել ենք Բրյուսովի լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ անդրադառնալ, ինչպես են հանդիպել, ինչ են արել ընդհանրապես Բրյուսով-Թումանյան կապին եւ թեմատիկ այդպես շատ բաներ կան, միջոցառումներ կան պլանավորված, որոնք էլի բարձրագույն բարձր արժեքներ են փոխանցելու երիտասարդ սերնդին եւ ընդհանրապես տարիքային բոլոր խմբերին։ Ու նաեւ ունենք նաեւ ստեղծել ենք այս տարի անիմացիաներ, Արցախի բարբարով փոխադրել ենք Թումանյանի հեքիաթները եւ արցախցի երեխաներ են ընթերցել։ Սա ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջոցառում է, հաջորդ 5 հեքիաթը այս 26 թվականին էլի անիմացնելու ենք բարբարով։ Շատ լավ է, Շատ բաներ կան, ուղղակի այս պահին արդեն պլանը պատրաստեք 26 թվականի։ Եթե շատ բաներ կան, ասեք։ Ասենք, հետաքրքրությամբ մենք լսենք, հետաքրքիր է մեզ։ Նաև շատ հետաքրքիր թանգարանների գիշեր ենք ունենալու եւ մեր իտալացի ընթերցողը, ով իտալերեն հեքիաթներն ընթերցել է, ինքը կգա եւ մենք կունենանք պրեզենտացիա իտալերեն էջի։ Մենք նաև ուզում ենք դեսպանները հեքիաթ ընթերցեն։ Բոլոր այն դեսպանատները, որոնց լեզուներով մենք փոխադրել ենք
Ոսկեդարանի Թումանյանի 22 հեքիաթները, մենք ուզում ենք դեսպանները հեքիաթ են ընթերցում, հենց այս խորագրով մի փոքր միջոցառում անել, որտեղ օրինակ Ֆրանսիայի դեսպանը Կիկոսի մահը կընթերցի ֆրանսերեն, Պարսկաստանինը պարսկերեն, Ճապոնիային, որ լեզուներով մենք թարգմանել ենք, այսպես դեսպանների հետ, որը նաև ուղերձ է, որ մեզ որ հեքիաթն է փրկելու աշխարհը, ուրիշ բան չկա եւ հեքիաթն է հանրությանը մարդասիրացնում։ Եվ մենք 26-ին 27-ին, իդեպ նաև հրավիրում եմ, եթե ձեզ հետաքրքիր է, ունենք հեքիաթագիտության գիտաժողով հանդերձանքը հեքիաթում, իդեպ սա ամենամյա գիտաժողով է, Թումանյան թանգարանը ամեն տարի կազմակերպում է հեքիաթագիտական գիտաժողով եւ ասեմ ձեզ, մենք տարածաշրջանում միակ կառույցն ենք, որ գիտական հիմքով զբաղվում է հեքիաթով։ Եվ մենք այսպես մեծ հավակնություններ ունենք թանգարան ինստիտուտ դառնալու դեպքում հեքիաթագիտության մակարդակը շատ ավելի բարձրացնել եւ դարձնել ընդարձակ։ Օրինակ մեզ 27-ին Տարտուից հյուր ունենք ֆոլկլորիստ, որը ելույթ ունի մեր գիտաժողովին, այսինքն ինքը միջազգային է եւ ներկայացուցչական կազմ ունի մեր գիտաժողովը։ Այսպես այդ գիտաժողովն էլ գիտական մասով եւ հրատարակվում է այս ամսվա վերջին Թումանյանի հատորների ելեժը 6-րդ հատորը, սա իհարկե Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Թումանյանագիտության բաժնի աշխատակիցներն են անում եւ Թումանյան թանգարանից էլ որոշակի աջակցություն, նաեւ ասեմ Պետերբուրգում հրատարակվելու է 26 թվականին Թումանյանը եւ Պարսից գրականությունը գիրքը, նկարազարդ, պատկերազարդ, մենք այդտեղ մեր ներդրումն այն է, որ մենք պարսկերենով տվել ենք Թումանյանի լավագույն մտքերը փիլիսոփայական թարգմանված եւ նաեւ նկարների համար ենք պատասխանատվություն կրել։ Ես ուզում եմ հիշել, էլ ինչ ենք արել։ Մենք շատ սիրուն երկու ցուցադրություն ենք այս տարի արել, մեկը նվիրվել է Արի Ավոջան Ավո խորագիրն է ունեցել, հենց Թումանյանը ինչպես գրել է Ավետիք Իսահակյանին 150-ամյակի կապակցությամբ, իդեպ մոնումենտալ մեծ շենքում ենք դա արել եւ մի ամիս ու կես ցուցադրությունը պահպանվել է, որտեղ Իսահակյան Թումանյան առնչություններին էր նվիրված դա եւ այդպես 20-ը նաեւ Խաչատուր Աբովյանի թանգարանի հետ համատեղ մենք նախաձեռնել ենք եւ իրականություն դարձրել Վերք Հայաստանի ցուցադրությունը 1852 թվականի հրատարակությունը Թումանյանի, այնտեղ ցուցադրել ենք, սա միշտ թանգարանային հետաքրքիր միջոցառում է եղել, իսկ այս տարի Մարտիրոս Սարյան թանգարանի հետ մենք նշելու ենք մեր շատ սիրելի Խանջյանի 100-ամյակը եւ ցուցադրվելու են Թումանյանի խանջանական պատկերազարդումները։ Շնորհակալ ենք ձեզ մեր առավոտը սկսել մեզ հետ Թումանյանական ոգով լցված։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Ու հասկացանք, որ տարին ոչ միայն տարին է հագեցած եղել, այլև գալիք տարին 2026-ն է շատ հագեցած լինելու։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, Տիկին Ղարախանյան, եւ վստահ ենք, որ դեռ 2026-ին վստահաբար առիթ կունենանք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում եւ խոսել այս նոր ձեռքբերումների մասին։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն ու Արի լսենք երաժշտություն եւ վերադառնանք։ Ինչ խոսենք։